Այսի դաշնային ծառայողները արդեն մի քանի օր է Լոս Անջելեսում են։ Ներգաղթային հատուկ գործողություններ են իրականացնում, որի արդյունքում ձերբակալվել է 100-ից ավելի ներգաղթյալ։ Մի մասը ըստ իշխանությունների նախկինում ունեցել է քրեական անցյալ, իսկ մյուսները ձերբակալվել են առանց օրինական փաստաթղթերի բնակվելու կամ աշխատելու պատճառով։ Լոս Անջելեսում իրավիճակը շարունակում է լարվել, զանգվածային բողոքի ակցիաներն ու փողոցային բախումները չեն դադարում։ Այս գործողությունները համընկնում են Թրամփի վարչակազմի ներգաղթի վերահսկողության խստացման նոր փուլին, ինչը հատկապես մտահոգիչ է հայ համայնքի համար, Գլենդելում, Հոլիվուդում եւ Բըրբանքում ապրող հազարավոր ընտանիքների համար։ Այս թեմային դեռ կվերադառնանք հաղորդման ընթացքում, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Թրամփը 2000 զինվոր է ուղարկել Լոս Անջելես միգրանտների դեմ բողոքի ակցիաները ճնշելու համար։ Այսի գործողությունները վերածվել են փողոցային բախումների, իսկ բողոքի ալիքը հասել է նույնիսկ հայ համայնքի սրտին, Գլենդելին։ Թրամփը ցանկանում է լուծարել կրթության նախարարությունը, վստահելով նահանգներին կրթության ամբողջ վերահսկողությունը։ Կոնգրեսականը փորձել է մուտք գործել ներգաղթի կենտրոն, բայց անվտանգության աշխատակիցները դուռը փակել են նրա երեսին։ ԱՄՆ-ում աշխատանքի թույլտվություն կստանան միայն նրանք, ում ապաստարանի գործը կքննվի մինչև 1 տարվա ընթացքում, ինչն անհնար է։ Ամերիկայի նվազագույն աշխատավարձը 15 տարուց ավելի չի բարձրացել։ Շատերը ամբողջ դրույքով աշխատում են, բայց ֆինանսապես չեն կարողանում կայունանալ։ Շատերի տարեկան եկամուտը չի գերազանցում աղքատության շեմը, իսկ որոշ նահանգներում մարդիկ գոյատևում են օրական 1 բաժակ սուրճի արժեքով։ Թողարկման վերջում պատրաստել ենք հատուկ վիճակագրական նյութ, համեմատելով ԱՄՆ-ի աշխատավարձներն ու ապրելու նվազագույն պահանջները։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Շարունակենք այս օրերի գլխավոր թեման։ Թրամփը հրահանգել է Լոս Անջելես ուղարկել 2000 ազգային գվարդիացի միգրանտների զանգվածային արտաքսումների դեմ սկսած բողոքը ճնշելու համար։ Հրահանգը իջեցվեց այն բանից հետո, երբ իրավապահների և ցուցարարների միջև բախումներ սկսվեցին քաղաքի տարբեր թաղամասերում։ Ցուցարարները փակել են ճանապարհներ, քանդել պատնեշներ, վնասել ոստիկանության մեքենաներ և պահանջել դադարեցնել ներգաղթյալների բռնի ձերբակալությունները։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ տեղի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունը։ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը որդեգրել է զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը, հատկապես այն դեպքում, երբ բռնությունը ուղղվում է դաշնային գործակալների դեմ։ Նահանգապետը խստորեն քննադատել է Թրամփի որոշումը, այն անվանելով սադրիչ և վտանգավոր։ Նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ նախագահ Թրամփը սպառնում է քրեական հետապնդում սկսել նահանգային պաշտոնյաների նկատմամբ, եթե նրանք խոչընդոտեն ներգաղթային օրենքի իրականացումը։ Թրամփը իր հերթին մեղադրել է նահանգային ու քաղաքային ղեկավարներին անգործության մեջ, հայտարարելով, որ եթե տեղի իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, ապա դա կանի դաշնային կառավարությունը։ Իսկ հիմա ավելի մանրամասն, թե երբ ու ինչպես սկսվեց այսի հատուկ գործողությունները Կալիֆոռնիայում։ ԱՄՆ ներգաղթի և իրավապահ մարմինները հատուկ գործողություններ էին իրականացնում Լոս Անջելեսում ու հենց այդ նպատակով էլ հասել էին այնտեղ։ Նշեմ, որ սա վերջին տարիների ամենախոշոր ներգաղթային գործողությունն էր Լոս Անջելեսում, թե իր մասշտաբներով, թե հասարակական հնչեղությամբ։ Գործակալները ներխուժել են Լոս Անջելեսի 3 վայրեր, 2 հագուստի խանութներ, քաղաքի կենտրոնում և Հոմ Դեփո մասնաճյուղ։ Գործողություններից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի, իրավիճակը կտրուկ լարվել է։ Ցուցարարները սկսել են քարերով և շշերով հարվածել իրավապահներին, իսկ ոստիկանները արձագանքել են մահակներով և արցունքաբեր գազով։
Մեծ արձագանքի պատճառ դարձավ Կալիֆորնիայի ամենաազդեցիկ աշխատավորական միություններից մեկի նախագահի Դեյվիդ Վերթայի ձերբակալությունը։ Դատախազի խոսքով նա դիտավորյալ փորձել է խանգարել գործակալներին, կանգնելով նրանց մեքենայի առջև, տեսանյութում երևում է, թե ինչպես են նրան պառկեցնում գետնին, ապա ձերբակալում։ Այս միջադեպը քաղաքական մեծ աղմուկ է բարձրացրել։ Կալիֆորնիայի նահանգապետը անվանել է հայրենասեր եւ աշխատավորների պաշտպան, ընդգծելով, որ ոչ ոք չպետք է տուժի պարզապես այն բանի համար, որ ականատես է դարձել իշխանությունների գործողություններին։ Իրավապաշտպաններն ու համայնքային կազմակերպությունները նույնպես քննադատում են միջադեպը, նշելով, որ ներգաղթի վերահսկումը դուրս է եկել օրինական սահմաններից։ Վերթային մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նա շարունակում է մնալ կալանքի տակ։ Իր հայտարարության մեջ նա նշել է, մեջբերեմ, սա միայն իմ մասին չէ, սա մեր համայնքի մասին է, մարդիկ, ովքեր աշխատում են ազնիվ, չպետք է համարվեն հանցագործ միայն իրենց ներգաղթի կարգավիճակի պատճառով։ Մեջբերման ավարտը։ Լոս Անջելեսում տեղի ունեցած ներգաղթային գործողություններն ազդեցություն են ունեցել նաև հայ համայնքի վրա։ Գլենդելում եւ հարակից թաղամասերում ապրող շատ հայ ընտանիքներ, հատկապես նրանք, ովքեր ունեն անորոշ կարգավիճակ, այժմ ավելի սուր են զգում վախի ու անհարմարության մթնոլորտը։ Նման գործողությունները հիշեցնում են, որ անգամ տարիներով ԱՄՆ-ում բնակվելը լիարժեք պաշտպանություն չի ապահովում։ Այս գործողությունները հստակ ցույց տվեցին, որ ներգաղթի հարցը ԱՄՆ-ում շարունակում է մնալ սուր քաղաքական եւ իրավական խնդիր, իսկ Լոս Անջելեսի, Գլենդելի եւ Ֆրեզնոյի հայ համայնքի համար դա ստեղծում է լրացուցիչ անորոշություն եւ ճնշում օրինական կարգավիճակի եւ ընտանիքի անվտանգության հարցում։ ԱՄՆ փոխնախագահը Լոս Անջելեսում տեղի ունեցող միգրանտների ցույցերը անվանել է որպես օտարերկրյա ներխուժում, նշելով, որ միգրանտների աջակցությամբ անցկացվող ցույցերը արդեն սպառնում են ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով նման իրադարձությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես քաղաքացիական անհնազանդություն, այլ որպես արտաքին վտանգ։ Ավելացրել է, որ անկարգությունների մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նա ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է կոշտ քայլերի կարգ ու կանոնը վերականգնելու համար։ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին, խնդրելով թույլ տալ սկսել կրթության նախարարության լուծարման գործընթացը։ Դատական հայցը ներկայացրել է անձամբ երկրի գլխավոր իրավաբանը եւ այն հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքում։ Մարտին Թրամփի վերահսկողության տակ գտնվող կրթության նախարարությունը հայտարարել էր 1378 աշխատակցի կրճատման մասին։ Այս քայլի նպատակը ըստ վարչակազմի դաշտային վերահսկողությունը նվազեցնելն է։ Թրամփի թիմը այս կերպ փորձում է արմատապես փոխել կրթական համակարգի կառավարման կառուցվածքը, հենվելով այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր նահանգ պետք է ինքնուրույն որոշի կրթության չափանիշները։ OpenAI ընկերությունը հայտարարել է ChatGPT-ի նոր հնարավորությունների մասին։ Այսուհետև արհեստական ինտելեկտը կարող է միանալ Gmail, Outlook, Google Drive, Microsoft Teams եւ այլ ծառայություններին իրական ժամանակում տվյալների հետ աշխատելու համար։ Այս գործառույթը հասանելի է միայն վճարովի բաժանորդագրություն ունեցող օգտատերերին։ ChatGPT-ն կարող է տվյալներ ստանալ եւ փոխանցել միացված հարթակներից, ձեր հարցերին համապատասխան տեղեկություն գտնելու եւ պատասխանի մեջ ներառելու նպատակով։ Ըստ OpenAI-ի, այս տվյալների հասանելիությունը իրականացվում է միայն օգտատիրոջ թույլտվությամբ։ Այժմ եկեք անդրադառնանք միգրացիոն քաղաքականության ճգնաժամին։ Լոս Անջելեսում ներգաղթի կենտրոնում մի միջադեպ է գրանցվել, երբ շենքի անվտանգության աշխատակիցը փակել է դուռը կոնգրեսականներից մեկի առջև։ Դեմոկրատ օրենսդիրը նախկինում քննադատել է Թրամփի որոշումը ազգային գվարդիայի ուժեր ուղարկել քաղաք, պնդելով, թե տեղի ունեցող ցույցերը խոսքի ազատության դրսևորումներ են, ոչ թե անկարգությունների։ Դրանից հետո նա փորձել է մուտք գործել IC կենտրոն ստուգում անցկացնելու համար, սակայն մուտքն արգելվել է։ Միջադեպը տեղի է ունեցել լայնածավալ բողոքների եւ ներգաղթյալների զանգվածային արտաքսումների ֆոնին։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտարարել է, որ մոտ 1,7 միլիոն ձու վարակված է սալմոնելայով, ինչի արդյունքում վարակվել է առնվազն 79 մարդ 7 նահանգներում։ Վարակված ձվերը վաճառվել են փետրվարի 3-ից մինչև մայիսի 15-ը, հիմնականում Walmart եւ Safeway ցանցերում։ Մասնագետները հորդորում են սպառողներին չօգտագործել նշված ժամանակահատվածում գնված ձվերը։
ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Թրամփը հրապարակավ նախազգուշացրել է Մասկին, հայտարարելով, որ եթե նա սկսի ֆինանսավորել դեմոկրատներին, ովքեր դեմ են իր առաջարկած հարկային նվազեցումներին, ապա կարող է բախվել լուրջ հետևանքների։ Թրամփը չի հստակեցրել, թե ինչ հետևանքների մասին է խոսքը, բայց ընդգծել է, որ Մասկի հետ իր հարաբերությունները ավարտված են եւ չի դիտարկում դրանք վերականգնելու տարբերակը։ Մասկի Starlink համակարգը լուրջ մտահոգություն է առաջացրել Սպիտակ տանը։ The Washington Post-ի տվյալներով դեռ փետրվարին Դոջը առանց թույլտվության հատուկ սարք է տեղադրել Eisenhower-ի շենքի տանիքին Սպիտակ տան վարչական տարածքի հարևանությամբ։ Սարքը միացվել է արբանյակային ինտերնետին շրջանցելով կառավարական անվտանգ կապի համակարգը։ Սա նշանակում է, որ անվտանգության ծառայությունները չեն կարողացել վերահսկել այդ կապը, ինչը դիտվել է որպես սպառնալիք գաղտնի տվյալների արտահոսքի եւ հնարավոր կիբերհարձակումների տեսանկյունից։ Starlink-ը արբանյակային ինտերնետի գլոբալ համակարգ է, որը հիմնականում օգտագործվում է գյուղական եւ հեռավոր տարածքներում ինտերնետ տրամադրելու համար։ Պատերազմական եւ արտակարգ իրավիճակներում կապի պահպանման նպատակով բիզնեսի եւ ռազմական ոլորտում որպես անկախ ու շարժական ինտերնետ աղբյուր։ ԱՄՆ-ում նոր լարվածություն է սկսվել LGBTQ+ համայնքի շուրջ, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այս տարի չի պատրաստվում հունիս ամիսը հռչակել որպես, այսպես ասած, հպարտության ամիս։ Փոխարենը կոնգրեսում շրջանառվում է առաջարկ հունիսը ճանաչել որպես ընտանիքի ամիս, քանի որ ընտանիքը համարվում է ամերիկյան արժեքների հիմքը։ Միևնույն ժամանակ Թրամփը ստորագրել է մի շարք հրամաններ, որոնք սահմանափակում են ներառականության ծրագրերը պետական կառույցներում։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Google-ի նոր AI Overviews գործիքը, որը ստեղծվել է որոնում ավելի արագ ու հարմար դարձնելու համար, սկսել է տարօրինակ սխալներ անել։ Օրինակ, առաջարկում է պիցցայի սոուսում սոսինձ ավելացնել։ Մասնագետներն ասում են, որ նման սխալները կարող են վստահելի կայքերի ազդեցությունները կրճատել մինչև 60%, բայց Google-ը վստահեցնում է, որ իր համակարգը գրեթե 99% ճշգրիտ է եւ այն շարունակաբար բարելավվում է։ ԱՄՆ ներգաղթի ոստիկանությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է TikTok-ի աստղ Խաբի Լեյմին, երբ պարզել են, որ նրա վիզայի ժամկետը լրացել է։ Լեյմը ԱՄՆ էր ժամանել ապրիլի 30-ին, սակայն խախտել էր մուտքի կանոնները։ TikToker-ին ձերբակալել են, սակայն նույն օրը ազատ են արձակել եւ նա կամավոր լքել է երկիրը։ Լեյմը ունի ավելի քան 162 միլիոն հետևորդ, հանդիսանում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան եւ աշխարհում հայտնի է իր խոսք չպահանջող հումորային տեսանյութերով, որոնցում նա ծաղրում է ինտերնետում տարածված անհեթեթ ու չափազանց բարդ խորհուրդները։ Թրամփը կամ կվաճառի, կամ կնվիրի իր ավելի քան $100,000 գնված կարմիր Tesla Model S-ը, որը գնել է մարտին, որպես աջակցություն Մասկին եւ ընդգծելով Tesla-ի դիզայնի ու տեխնոլոգիաների յուրահատկությունը։ Մեքենան նախատեսված է աշխատակազմի օգտագործման համար, քանի որ անվտանգության կանոնները արգելում են Թրամփին անձամբ վարել։ Սակայն այժմ նա կտրուկ խզել է կապերը Մասկի հետ՝ ի պատասխան նրա կոշտ քննադատությանը, որով Մասկը նախագահին մեղադրել է վտանգավոր վարքագծի մեջ եւ կոչ է արել նրան իմփիչմենթի ենթարկել։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Թենեսի նահանգում ուղևորատար օդանավ է ընկել։ Ներսում եղել է 16-ից 20 հոգի, ովքեր պատրաստվում էին օդապարիկով պարաշուտային թռիչքի, բայց չեն հասցրել։ Բարեբախտաբար բոլոր ուղևորները ողջ են մնացել։ Մի քանիսը ստացել են վնասվածքներ եւ ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Մինչև այս պահը վթարի պատճառը հայտնի չէ, իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը։
Թրամփը հայտարարել է, որ այսուհետև բողոքի ցույցերի ժամանակ երկրի տարածքում արգելվում է դիմակ կրել։ Նա այս որոշումը հրապարակել է իր սոցիալական ցանցում։ Նախագահ Թրամփի խոսքով բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրելը խանգարում է իրավապահներին պահպանել կարգուկանոնը եւ կարող է վտանգել հասարակական անվտանգությունը։ Թրամփը հարց է բարձրացրել, թե ինչ են փորձում թաքցնել այն մարդիկ եւ ինչու են փորձում թաքնվել, դրանով իսկ ակնկալելով, որ որոշ ցուցարարներ դիմակներով փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Երկար պայքարից հետո Քիլմար Աբրեգո Գարսիան վերադարձել է ԱՄՆ։ Նրան սխալմամբ էին արտաքսել Մեքսիկա առանց դատարանի որոշման եւ առանց պաշտպանական լսումների, ինչը քննադատության տեղիք էր տվել։ Նրա վերադարձը իրականացվել է իրավապաշտպանների եւ ներգաղթային փաստաբանների համար ջանքերով։ Գարսիային այժմ սպասում է դաշնային դատավարություն, միգրանտների մաքսանենգության եւ այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով։ Նրան պահում են դեռ խիստ ռեժիմով դաշնային բանտում, մինչեւ գործի քննության մեկնարկը։ Անդրադառնալով միգրացիոն լուրերին նշեմ, որ բողոքի ալիքը արդեն հասել է Տեխաս, դաշնային ներգաղթի գործակալները ձերբակալել են ներգաղթյալների անմիջապես քաղաքի ներգաղթի դատարանի շենքի մոտ, տասնյակ մարդիկ հավաքվել են բողոքի ցույցի, դատապարտելով այդ գործողությունները։ Իրավաբանների խոսքով գործակալները ձերբակալել են նաև այն ներգաղթյալներին, ովքեր պարզապես եկել էին դատական լսման։ Որոշ դեպքերում մարդկանց բերման են ենթարկել հենց այն պահին, երբ դատավորը փակել է նրանց գործերը։ Մի դեպքը հատկապես բորբոքել է հասարակական դժգոհությունը։ Այսը ձերբակալել է 5 երեխայի մոր, որը ամուսնացել է ԱՄՆ քաղաքացու հետ։ Եթե ձեզ թվում է, որ Ամերիկայում բոլորը բարձր աշխատավարձեր են ստանում, արժե իմանալ մի կարևոր փաստ։ Դաշնային նվազագույն աշխատավարձը 2009 թվականից մինչև օրս մնում է անփոփոխ, ընդամենը ժամում $7.25։ Ավելի քան 15 տարի է այս թիվը չի վերանայվել, նույնիսկ աճող գնաճի եւ կենսապայմանների թանկացման դեպքում։ Եթե մարդը շաբաթ աշխատում է 40 ժամ նվազագույն աշխատավարձով, ապա տարեկան ստանում է մոտ $15,080, ինչը ցածր է 2024-ի աղքատության շեմից՝ 16,320 միայնակ չափահասի համար։ Այսինքն լիարժեք դրույքով աշխատողը համարվում է աղքատ։ Դաշնային նվազագույնը վերաբերում է նրանց, ովքեր աշխատում են խոշոր կամ պետական կազմակերպությունում ու ժամավճարով։ Եթե շաբաթական եկամուտը գերազանցում է $1,128, նվազագույն աշխատավարձ վճարել պարտադիր չէ։ Որոշ աշխատողներ նույնիսկ $7.25-ից քիչ են ստանում։ Օրինակ մատուցողները $2.13, իսկ մինչև 20 տարեկան նոր աշխատողները $4.24, առաջին 90 օրվա ընթացքում։ Այս կարգավորումները օրինական են եւ հիմնականում վերաբերում են 16-ից 24 տարեկաններին, որոնցից 2.3%-ը ստանում է նվազագույն կամ պակաս աշխատավարձ։ Ավելի բարձր տարիք ունեցող եւ կրթություն ունեցողների դեպքում այս տոկոսը շատ ցածր է։ Նվազագույն վարձատրությամբ աշխատողները հիմնականում կենտրոնացած են սննդի եւ սպասարկման ոլորտում 8.1%, իսկ անձնական խնամքի ոլորտում 1.9%, երբ մյուս մասնագիտություններում այդ թիվը հազվադեպ է անցնում 0.8%։ Թեև դաշնային նվազագույն աշխատավարձը մնում է նույնը։ ԱՄՆ-ի 30 նահանգներն ու Վաշինգտոն քաղաքը սահմանել են ավելի բարձր մակարդակներ։ Կալիֆոռնիայում օրինակ նվազագույն աշխատավարձը 2024-ին արդեն $16 է, իսկ որոշ քաղաքներում այն հասնում է մինչև $18։ Կալիֆոռնիան առանձնանում է նաև խիստ կանոններով։ Այստեղ սպասարկման վճարը չի հաշվարկվում որպես աշխատավարձի մաս եւ մատուցողը պետք է ստանա առնվազն $16։ Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի նման քաղաքներում այդ թիվը կարող է ավելի բարձր լինել։ Շաբաթական 40 ժամ աշխատողը Կալիֆոռնիայում տարեկան կարող է վաստակել $33,280, մինչդեռ նույն աշխատանքի համար Միսիսիպիում ստանում է ընդամենը $15,080։ Սակայն Կալիֆոռնիայում կյանքի ծախսերը նույնպես բարձր են եւ մեկ մարդու արժանապատիվ կենսապայմանների համար ժամային եկամուտը պետք է մոտ լինի $22-ից $23։ Շատ հայ ընտանիքներ, չնայած բարձր նվազագույն աշխատավարձին, շարունակում են դժվարությամբ ապրել, աշխատելով հիմնականում սպասարկման, շինության եւ մանր բիզնեսի ոլորտում։ Տեղի հայ գործակալություններն օգնում են համայնքին կողմնորոշվել ֆինանսական հարցերում, բայց նույնիսկ այս աջակցությամբ $16 հաճախ բավարար չէ։ Որոշ նահանգներում մարդիկ դեռ պայքարում են $7.25-ով գոյատևելու համար։ Մինչդեռ Կալիֆոռնիայում հնարավորությունները ավելի շատ են, բայց այստեղ էլ ծախսերն էլ ավելի բարձր են։
Միգրացիոն քաղաքականության վերջին նախաձեռնությունը նոր խոչընդոտներ է ստեղծում ապաստարանի դիմորդների համար, վարչակազմը քննարկում է խստացնել աշխատանքի թույլտվության տրամադրման պայմանները, փոխելով մինչև հիմա գործող ժամկետը։ Ըստ նոր առաջարկի աշխատանք ստանալու իրավունք կունենան միայն այն մարդիկ, ում գործը կքննվի 180 օրվա ընթացքում, սակայն այս պահին շուրջ 3,5 միլիոն գործ է սպասում հերթում եւ այդ ժամկետը գործնականում հնարավոր չէ պահպանել։ Նախագծով նախատեսվում է, որ ապաստարանի դիմորդները պետք է սպասեն ոչ թե 6, այլ 12 ամիս աշխատանքային թույլտվություն ստանալու համար։ Իրավապաշտպանները զգուշացնում են, որ այս փոփոխությունը միգրանտներին կդնի խոցելի վիճակի մեջ, իսկ գործատուները կկանգնեն աշխատուժի պակասի առջև։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։